Sportcast։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկում անդրադառնում է իհարկե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը արդեն ավարտվել է։ Իմ հյուրերն են մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Քալանթարյանը եւ Factor TV մարզական բաժնի խմբագիր Դավիթ Եղազարյանը։ Շնորհակալ եմ այսօր իմ հրավերը ընդունելու եւ այստեղ հյուրընկալվելու համար։ Մենք իհարկե հույսերը որոշ չափի արդեն սկսել են մարել աշխարհի առաջնության ավարտից հետո, արդեն բավական այտենց փաստերով կարող ենք վերլուծել, նամանավանդ դուք որպես երկարամյա այս դաշտում, լրագրողական դաշտում, մարզական լրագրության դաշտում աշխատած մարդիկ արդեն փաստերի հիման վրա վերլուծությամբ տեսնենք, թե ձեր վերլուծության շնորհիվ տեսնենք, թե ինչ գնահատականներ ենք տալիս։ Իհարկե առաջնային հարցերը շատ են, բայց սկսենք ընդհանուր կազմակերպչական այս առաջնությունը Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացված կազմակերպչական առումով բավական բարձր գնահատական է կարծես ստանում փորձագետներից, մենք ինչ տեսանք։ Դե ես ավելին տեսա, քան սպասում էի, եթե անկեղծ, որովհետև շատ լավ բան չէի սպասում։ Դա հաշվի առնելով 94 թվականի աշխարհի առաջնությունը, հաշվի առնելով, որ ընդունող 3 երկրներից երկուսը ֆուտբոլային չէին։ Միացյալ Նահանգները եւ Կանադան։ Այնտեղ ֆուտբոլային երկիր էր միայն Մեքսիկան, բայց շատ տպավորված եմ, եթե անկեղծ, որովհետև թե ստադիոններն էին շատ լավը, թե ստադիոնների լեփլեցուն լինելը, չնայած տոմսերի բավականին բարձր արժեքին տպավորեց եւ ընդհանուր կազմակերպչական բոլոր գործոններում ես համենայն դեպս հերվից թերություններ չնկատեցի։ Դավիթը քանի որ հասցրել է լինել, նա միգուցե ներսից ինչ-որ բան տեսել է։ Շնորհակալ եմ Դավիթ ջան հրավերի համար։ Ես նույնպես խնդիրներ չնկատեցի, իհարկե մտավախություններ կային, քանի որ աշխարհի առաջնության աշխարհագրությունը այս անգամ շատ ընդլայնված էր ու կազմակերպչական առումով կարող են խնդիրներ առաջանալ, բայց ամեն ինչ շատ սահուն անցավ, այլ հարց է, որ ֆուտբոլային մթնոլորտի առումով Էդուարդը արդեն ասաց, որ երկու ոչ ֆուտբոլային, ես կավելացնեմ շատ ոչ ֆուտբոլային երկրներ էին ընդունել, քանի որ ինքս էլ եղել եմ Լոս Անջելեսում, այնտեղ 4-5 խաղերի ներկա եղա ու հենց ամենասկզբից ժամանելով Լոս Անջելես ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հիշեցնող շատ քիչ բան տեսա, սկսած բոլորը հայերեն էին խոսում։ Սկսած օդանավակայանից, հետո արդեն քաղաքում, այսպես ասած ֆուտբոլի շունչը այդքան Դե շատ մեծ քաղաք է Լոս Անջելեսի իհարկե։ Մեծ քաղաք է, բայց օրինակ ես նաև եղել էի 18 թվականին Ռուսաստանում աշխարհի առաջնության ժամանակ, այնտեղ բոլորովին այն մթնոլորտ էր, սկսած երկրպագուներից, քաղաքում ֆուտբոլի շունչը ամենտեղ զգացում էր, իսկ Միացյալ Նահանգներում մի փոքր այլ էր, բայց այդ ֆուտբոլային շատ լավ խաղեր, քանի որ եղան, կարծում այդ բացը լրացվեց եւ բոլորը Դավիթ, ստադիոնների մոտ ինչ մթնոլորտ էր, ամեն դեպքում դե հասկանում եմ, որ ընդհանուր քաղաքում այդ եւի թե դուք սպասում եք, որ բաներներ կլինեն, յուրաքանչյուր փողոցների խաչմերուկներին ինչ որ մի ֆուտբոլի աշխարհի առաջնության այդ մթնոլորտը նշмарող ինչ որ մի բան կնկատեր ձեր աչքը, չի նկատել։ Իսկ ստադիոնի մոտ ինչ իրավիճակ է, սոֆայի, հա, սոֆի թե սոֆայի այդ Լոս Անջելես։ Սոֆա, ես եղել եմ Սոֆա ստադիոնում, որը ի դեպ աշխարհի ամենաթանկարժեք ստադիոնն էր։ Իրականում այդ բաներներ եւ այլ գովազդներ, դրանք երկրորդական են։ Աշխարհի առաջնությունը զարդարում են երկրպագուները, բայց այս անգամ, քանի որ երկրպագուների համար մեծ խնդիր էր, քանի որ շատ թանկ էին նախ առաջինը տոմսերը, հետո Միացյալ Նահանգներ հասնելը, այնտեղ ամեն ինչը շատ թանկ էր, այդ առումով, այսպես ասեմ, իրական երկրպագուները կարծում եմ այնքան էլ շատ չէին։ Հարուստ մարդիկ, նրանք գուցե ֆուտբոլ սիրում են, բայց ֆուտբոլի այն երկրպագուները, որոնք զարդարում են այդ խաղերը, նրանք շատ հաճախ, այսպես ասենք, հարուստ չեն ու նաև ժամային այդ գոտիների տարբերությունն էլ որոշակի խնդիրներ առաջացնում էր, օրինակ կեսօրին ժամը 12-ին
Լոս Անջելեսի շոկի պայմաններում խաղ է լինում, խաղը ավարտվում է, երկրպագուները այո, որքան էլ ուրախ են, բայց ստադիոնից դուրս գալիս նրանք առաջին հերթին մտածում են այդ շոկից պատը սպառվելու մասին եւ տոնելը երկրորդական էր, դա նույնպես ազդում էր ու նաեւ շատ էին այլ ազգի երկրպագներ, օրինակ չգիտեմ, Իսպանիա, Ավստրիա խաղին բազմաթիվ չինացիների էինք տեսնում, մեքսիկացիների եւ այդպես շարունակ։ Զբոսաշրջությունն էլ այստեղ նպաստում էր տրիբունաների լցվածությանը, Այո, այդպես հասկանանք։ Հիմա զուտ ֆուտբոլային հարցերին իհարկե անդրադառնանք, յուրաքանչյուր այսպիսի մեծ մրցաշարի ժամանակ լինում են անակնկալներ, մենք շատ անգամ նշում ենք, մեր աչքով տեսնում ենք այնպիսի հավաքականների, որոնք որ մեզ համար անակնկալ են մատուցում, լավ խաղերով, լավ խաղով, այս առաջնությունում Էդուարդ ինչ տեսանք։ Հավանաբար Կաբո Վերդե, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության թույլ թիմերի կարելի ասել գրեթե չտեսանք։ Թունիսը օրինակ շատ վատ խաղաց, եւս մեկ հավաքական առանց միավորի, եթե չեմ սխալվում, հեռացավ, բայց ընդհանուր առմամբ այդ թիմերը, որոնցից սպասել, Ուզբեկստան առանց միավոր չհեռացավ, բայց նույն Ուզբեկստանի մասին վատ բան չեմ կարող ասել, որովհետեւ լինելով Ուզբեկստան նրանք մտան աշխարհի առաջին եւ ամենևին վատ տպարություն չթողեց, գոլեր խփեցին, բոլոր թիմերն էլ իրենց առավելագույնը, գրեթե բոլոր թիմերը իրենց առավելագույնը ստացան այս առաջնությունից։ Մասնակցեցին ֆուտբոլային տոնի, խաղացին ֆուտբոլ, լավ տպարություն թողեցին, իսկ ոմանք նույնիսկ կրակեցին, ինչպես ասում, օրինակ Կաբո Վերդեի հավաքականը, որը կարողացավ Արգենտինայի նյարդերի հետ այդքան խաղալ եւ մեկը ընդհանրապես այդ հավաքականից հերոսի աստղի կարգավիճակով հեռացավ։ Սրանք ֆուտբոլային Իսպանիայի նյարդերի հետ էլ խաղացին։ Այո, բայց դա քանի որ առաջին հանդիպումներ, այնտեղ ճակատագրական կարող էր չլինել պարտությունը, բայց Իսպանիան ավանդույթ է դարձրել չհաղթել առաջին խաղում ու դառնալ աշխարհի չեմպիոն։ Իսկ այսպիսի պատմությունները իրականում հենց երևի ստեղծված են աշխարհի առաջնությունների համար։ Ինչ որ մեկի կերպարը հերոսացվում է եւ նա հիշվում է որպես այս աշխարհի առաջնության դեմք կերպար, հիմա Ոզինյան վստահաբար այդ կերպարն է։ Այլ հավաքականների մասին չեմ, ես Շվեյցարիային եւ Նորվեգիային էի շատ հեռու ճանապարհ գծել եւ այդպես եղավ, նրանք քառորդ եզրափակիչ հասան, ֆավորիտների մասով էլ 4-5 ֆավորիտ կային, նրանք իրենց գործն արեցին, դրանցից երկուսը եզրափակիչն, այսինքն մեգա անակնկալներ միևնույն է չեղան։ Եթե փորձենք ամեն դեպքում առանձնացնել, երևի Գերմանիայի պարտություններ պարագվայից։ Դավիթ, դուք ինչ տեսաք, նաև փորձենք հասկանալ 48 թիմի մասնակցությունը այսպիսի մրցաշարի ձևաչափի ընդլայնումը, դա իրականում դիտարժանությունը մեծացնում է, թե ոչ։ Նաև դուք ձեր աչքով եք տեսել։ Ես նշեմ նախ, որ Էդուարդի հետ աշխարհի առաջնությունից առաջ երբ խոսում ենք, նա ամենաճիշտ կանխատեսումներն է արել իմ ընկերական շրջապատում, նախ նշել էր, որ Ֆրանսիան լինելով ֆավորիտ, դժվար թե երրորդ անգամ անընդմեջ դուրս գա եզրափակիչ եւ կանխատեսել էր նաեւ Իսպանիայի չեմպիոնությունը ու այդպես էլ եղավ։ Հավաքականների մասնակիցների թիվը ավելանալու առումով իհարկե այդտեղ կար եւս մտավախություն, որ դիտարժանությունը կնվազի, բայց տեսանք, որ խմբային փուլում նույնիսկ բավական շատ հանդիպումներ եղան, նույն Կաբո Վերդը նշեցինք, Կյուրասաուի հավաքականը, որը նույնպես վատ տպավորություն չթողեց, այսինքն այդ առումով կարծում դա արդարացված էր եւ հիմա նույնիսկ երևի գիտեք, որ FIFA-ն քննարկում է արդեն հաջորդ աշխարհի առաջնություններին 64 հավաքականներ ընդգրկել են, քանի որ մեծանում են։ Մեծ Հայաստանի նկատի նկատի նշում են հենց նույն FIFA-ն, որ ֆուտբոլը այդպես է զարգանում, այդ թիմերը հիմա օրինակ Կաբո Վերդեն բացի ֆուտբոլը զարգանալու նաև туриզմի առումով ինչքան մեծ հետաքրքրություն առաջացնող ուղղություն է դարձել ու շատ հետաքրքիր խաղեր էլի ասեմ եղան
թե խմբային փուլում, թե play-off-ում ինչ վերաբերվում է հաղթողին, կարծում եմ հաղթեց այն թիմը, որը ամենաուժեղն էր, իրոք, ինչպես Իսպանիայի հավաքականը Եվրոպա առաջության ժամանակ վստահ հասավ եզրափակիչ ու հաղթեց, այդպես էլ եղավ այստեղ, իսպանացիները շատ ճիշտ էին բաշխել իրենց ուժերը, այսպես ասած իրենց ամենագլխավոր ուժը դեռ չէին ցուցադրում, ինչը Ֆրանսիան արեց ու շատերը Ֆրանսիային համարում էին գլխավոր ֆավորիտ, բայց նրանք իրենց ամենաուժեղ խաղը արդեն ցուցադրել էին նույնիսկ մինչև play-off-ը եւ դրանից հետո արդեն շատ մեծ սովորաբար միշտ այդպես է լինում, խնդիրների բախվեցին։ Հրաշալի առաջնություններ, իրոք, չնայած բոլոր այդ մտավախություններին, կարծում եմ ֆուտբոլի սիրահարները վայելեցին դա, բացի այդ կողքից շատ ինտրիգներ կային, հատկապես ռմբարկուների պայքարում, նման ռմբարկուական մեծ պայքար ես վաղուց չեմ հիշում, նաև աշխարհի առողջության պատմության խաղերն էլ են շատացել, այսինքն յուրաքանչյուր թիմ հավաքական, նամանավանդ նրանք, ովքեր որ մինչև վերջին փուլերն են հասնում, բարձր ավելի մեկ խաղ ավելի են անցկացել, բայց նաև խմբային փուլում ունենում են ավելի թույլ մրցակիցներ, դե այդպիսին էր հաշվարկ։ Հիմա մենք իհարկե եզրափակիչ խաղին եւ չեմպիոն հավաքականին ավելի մանրամասն քիչ ուշ կանդրադառնանք։ Հիմա Էդուարդ Դավիթը նշեց, որ 48 թիմը իսկապես որոշակի դուք էլ երևի հավանաբար Կյուրասաուն չէր մասնակցի, եթե 48 թիմի այսպիսի ձևաչափը չլիներ։ Օրինակ եմ բերում, բայց հիմա նաև ընդհանուր յուրաքանչյուր աշխարհի առաջնությանը դե սա էլ նամանավանդ որոշակի նորամուծություններ, թե կանոններում որոշակի փոփոխություններ, նաև տեխնոլոգիաների ներմուծում է լինում։ Հիմա մենք ինչ տեսանք այստեղ իհարկե շատերն են նշում մասնագետները, որոնք մտավախություններ ունեին, որ նամանավանդ այդ ջրային դադարները քանգարեն ֆուտբոլիստներին, կնդանդաղի խաղը եւ այլն, հետո զուգահեռներ են տանում 1994 թվականին Միացյալ Նահանգներում անցկացված առաջնության հետ, որը էլ դարձյալ նույն եղանակային պայմաններում են, այսինքն շոկ տապին, այնպիսի ժամերին էին այնտեղ խաղերը անցկացվում, որպեսզի հարմար լինի հեռարձակման համար Եվրոպայի եւ մնացած ֆուտբոլային աշխարհի համար։ Ստիպված այդ ժամերին էր եւ այդ շոկ տապը մտավախությունները շատ են, բայց տեսանք, որ տեխնոլոգիական որոշակի նորամուծությունները նաև կանոններում այսպիսի ոչ մեծ փոփոխությունները իրականում նպաստեցին, որ խաղը այդքան էլ չդանդաղի։ Ես երկու միտք ունեմ այստեղ, երկուսն էլ ամերիկացիների օգտին է։ Նախ այո չդանդաղեց առանձնապես։ Ես համաձայն եմ, որ իհարկե որոշ թիմերի համար վատ էր, հաշվի առնելով որ այդ պահին նրանք ունեին խաղային առավելություն եւ պետք էր ավելացնել տեմպը եւ հակառակը մրցավարը ուղարկում է դադարի, դա խանգարում է, բայց կոմպենսացնում էին այդ դադարները հետո խաղի ընթացքում թույլ չտալով օրինակ ֆուտբոլիստներին երկար պարկել խոտածածկին ժամանակ ցկել եզրային նետումները երկար կատարել հարվածները դարպասից եւ այլ այդ ժամանակային սահմանափակումը ստիպեց ավելի արագ գործել եւ այդ դադարները փոխհատուցում են։ Բացի դրանից նաեւ խաղից դուրս իրավիճակները շատ արագ էին ֆիքսվում, այսինքն երկար դադար հանրաժեշտ չէր դրա համար։ Բացի այդ ջրային ճակերտերում ասած ջրային դադարից ուրիշ տենց մեծ դադարներ բացառությամբ վնասվածքների չէինք տեսնում։ Այս առումով բայց դա ամերիկյան սպորտի, ամերիկյան հեռուստատեսության վաղեմի ավանդույթն է, կարգ ու կանոնն է, այնտեղ հատկապես եթե երկար եթերը հեռարձակում է, պետք է գովազդային դադար լինի, առանց դրա ուղղակի այնտեղ հնարավոր չէ։ Կլինի ֆուտբոլ, կլինի աշխարհի առողջություն, նրանց չի հետաքրքրում։ Բասկետբոլի ժամանակ քանի գովազդային դադար։ Իրենք իրենց կանոններն ունեն, հեռուստատեսությունը թելադրում է, որովհետև հեռուստատեսային վաճառքից ամենամեծ գումարն է կուտակվում։ Երկրորդը ինչ է ուզում ասել, 1994-ին մի բան արեցին ամերիկացիները, որ այդ ժամանակ նորից ինչ որ առումով ծաղրի առարկա դարձավ, բայց հիմա մենք առանց դրա ֆուտբոլը չենք պատկերացնում։ Նրանք առաջին անգամ պահանջեցին, որ ֆուտբոլիստների մարզաշապիկներին գրվեն նրանց ազգանունները։ Մինչև այդ չէին գրում աշխարհի առողջություն, բայց հետո եղավ։ Եվ ինչ է հիմա վատ է, վատ չէ։ Միգուցե անցնի 20 տարի մենք հասկանանք, որ չեմ ասում այս գովազդային դադարը, բայց այն
կանոնակարգային նորամուծությունները, մրցավարական կանոնների փոփոխությունները եւս շատ նպաստել են ֆուտբոլին։ Այնպես որ գերտերությունը, որը անում է ինչ որ բան, միանշանակ հենց այնպես չի անում։ Նրանք ամեն ինչ հաշվարկում են եւ գիտեն, որ դա իրենց հեռուստադիտողի համար կարեւոր է։ Դավիթ, դուք էլ այս մտքի հետ համաձայն եք թե ոչ, նաև դիտարկենք մի այլ տեսանկյունից էլ, դե ֆուտբոլային աշխարհը եվրոպական, շատ է նաև Միացյալ Նահանգների հեռուստատեսային շուկային։ Դե արդեն 10 ամյակից ավելի, օրինակ Անգլիայի Պրեմիեր լիգան մեծ եկամուտներ ունի Միացյալ Նահանգների հեռարձակման շուկայից, դե բոլորն էլ նույն իսպանացիք հիմա աշխատում են, նաև գրանտ ակումբների իսպանական, Ռեալն ու Բարսելոնան, ամերիկյան շուկային շատ են նայում, բացի որ ասիականից, բայց տեսնում են, որ ամերիկյանում գումարը շատ է եւ այնտեղ։ Հիմա Միացյալ Նահանգները այս առումով հեռարձակման, մարզական մեծ միջոցառումների լուսաբանման առումով ինչ-որ մի բան տալիս է ֆուտբոլին, թե ոչ ձեր կարծիքով։ Իհարկե այս նորամուծությունը կարծում շատերը իհարկե դժգոհում են, նույնիսկ երբ ստադիոնում էի գտնում, այդ ջրային դադարների ժամանակ ամբողջ ստադիոնը սուլում էր, բայց նաև դրական կողմեր ունի, օրինակ մարզիչները կարողանում են ամեն խաղակեսի ժամանակ կարճ ընդմիջման Այդ 3-4 րոպեի, այո, ինչ որ բան փոխել, ցուցումներ տալ մինչև ընդմիջումը, դա նույնպես իմ կարծիքով խաղային առումով շատ օգտակար է ու պետք է հասկանանք, որ ֆուտբոլը լինելով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզաձևերից, նաև ֆուտբոլիստները այդքան որ վարձատրվում են, պետք է նաև աշխատեն գումար վաստակեն կազմակերպիչները ու նմանատիպ փոփոխությունները միանգամայն հասկանալի են ու վերջերս նաև Իկեր Կասիլիասը իսպանացի անվանի դարպասապահ հենց առաջարկել էր, որ ֆուտբոլը դարձնեն հենց այդպես 4 խաղակեսով, րոպեները մի փոքր ավելի ավելացնեն ու ես ընդհանրապես չեմ զարմանա, որ նման բան լինի, քանի որ ֆինանսական դա շատ մեծ Տեդ Լասոն սխալ դուս չի գա, հիշում եք առաջի սերիայի այդ սերիալի ասուլիսում ասում են, քան 3 խաղափուլ է ձեզ մոտ, ինչ է 4, ասում են, չէ, դողում են, ասում են 2 խաղակես է, սա ներեցեք դուք Միացյալ Նահանգներից եկեք, բայց հիմա փաստորեն գալիս ենք դրան։ Ես ընդհանրապես չեմ զարմանա Դավիթի պես ասեմ, որ մի օր ամերիկացիները ստանան իրենցը, որ ֆուտբոլը դառնա ոչ թե 2 խաղակես, այլ 4 քառորդ։ Հիմա ըստ էության մենք տեսնում ենք, որ այդպես եղավ, չէ՞, 3 րոպեանոց, առնվազն 3 րոպեանոց դադարը, այդպես լինում է նաև օրինակ բասկետբոլում, հոկեյում չասենք այնտեղ 3 խաղափուլ է, բասկետբոլում երբ 4 քառորդ է, առաջին, երկրորդ եւ երրորդ ու չորրորդ քառորդների արանքում այդպիսի փոքրիկ դադար է ըստ էության։ 5-7 րոպեանոց։ Հիմա առայժմ դրա անունը դրեցին ջրային դադար, մի օր պաշտոնապես կասեն դա գովազդային դադար կամ պարզապես ընդմիջում է գնացեք հանգստացեք թող մարզիչ ցուցումներ տա, վերադարձեք շարունակեք խաղալ, այդպես կոտրելով խաղակեսը նրանք կհամոզեն, որ ավելի դինամիկ է դառնալու։ Ֆուտբոլիստներն ու մարզիչները կարծում եմ միանշանակ դեմ չեն լինի, քանի որ նաև հաշվի առնելով այս մեծ ծանրաբեռնվածությունը, այդ դադարները նաև կօգնեն։ Մի բան նաև ավելացնեմ, որ խոսելով ամերիկյան հեռուստատեսության մասին, ես Միացյալ Նահանգներում մի քանի հանդիպում նաև հեռուստացով դիտել եմ ու այնտեղ մեկնաբանները շատ սիրողական մակարդակի էին մեկնաբանում, բնական է նրանք հասկանում են, բայց հեռուստադիտողը այդպես տպավորություն էր, որ շատ հեռուստադիտողներ առաջին անգամ են ֆուտբոլ դիտում, որովհետև նրանք շատ հաճախ համեմատություններ էին անում որևէ գերաստղի ֆուտբոլային ներկայացնելիս, նշում էին, որ այս ֆուտբոլիստը NBA-ի այսինչ բասկետբոլիստի տրամաչափի խաղացող է, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի գերաստղեր են այդտեղ խաղում։ Նորմալ է կարծում եմ, ոչ ֆուտբոլային երկիր է եւ հեռուստատեսության շատերը առաջին անգամ տեսնում շատ ֆուտբոլիստներ եւ նրանք կարիք ունեն։ Ամերիկայում ընդունված է նաեւ լուսագրով շատ տեղեկություններ հաղորդել ուղիղ եթերի ընթացքում։ Երբեմն մենք նայում զարմանում ենք, ասում ենք, դե լավ, ով չգիտեր, բայց իրենց հեռուստադիտողների համար դա կարևոր է։ Իմանալ, որ օրինակ այս թիմը մնացել է 10 ֆուտբոլիստով,
կամ փոփոխություններ այլևս կատարել հնարավոր չէ։ Այսպիսի բան ինֆորմատիվ է բավական, տեղեկատվական։ Դա շատ լավ կիրառում են իրենց ավանդական մարզաձևերում, հիմա անում են նաև ֆուտբոլում, այնպես որ իրենց կանոնները հիմա իրենց է վստահված առաջություն անցկացնել, իրենք այդպես են անում։ Եվրոպայում առայժմ այդպես կարծում չի լինի, բայց մի օր հասնելու են նրան, ես վստահ եմ, որ ֆուտբոլային հանդիպման տևողությունը կրճատվի կամ գոնե մասնատվի, այսպես կոտրեն քառորդների, որ ավելի դինամիկ 40 րոպե սարքեն խաղակեսը 20-20 րոպե։ Վերջո համաձայն եք, որ ժամանակակից ֆուտբոլը մեզ համար էլ դարձել է ոչ այդքան դիտելի 90 րոպեի ընթացքում։ Մենք էլ կուզեինք, չէ, որ շատ խաղեր լինեին ավելի կարճ, որովհետև ժամանակակից ֆուտբոլը գնում է ռոբոտացման եւ 90 րոպե այդ ամենին այլը ծանր։ Կարճ հերոստատեսությունը փոխում է ֆուտբոլը, այդպես եմ նաև։ Միշտ է փոխել եւ շարունակելու է փոխել։ Մեր ունկնդիներին եւ ակնդիներին այս կարճատև մեր ջրային դադարից հետո հիշեցնեմ, որ իմ հյուրերն են մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Քալանթարյանը եւ Factor TV մարզական բաժնի խմբագիր Դավիթ Եղազարյանը։ Հիմա իհարկե կարևորագույն թեմայի եզրափակիչ, հաղթող հավաքական, ֆավորիտների մասին փոքր-ինչ խոսեցինք։ Նախ իհարկե մի այսպիսի ենթահարցով վստահ եմ, որ դուք երկուսով լինելով մարզական լրագրության երկարատև այսպես այդ ոլորտում աշխատած մարդիկ, պրոֆեսիոնալներ, նաև անհատներին եք հետևում եւ որոշակի սպասելիքների, ակնկալիքներ ունեիք առաջնությունից առաջ, այդ սպասելիքները, ակնկալիքները արդարացան, դուք դա տեսաք թե ոչ, ով ձեզ զարմացրեց, այս հարցերի մասին խոսենք։ Դավիթ Եզրափակիչ Չէ, ընդհանուր առաջնության մասին, դե եզրափակիչ խաղնել նույնպես անհատների մասին։ Իհարկե դժվար է չասել Լիոնել Մեսսիի մասին, գուցե շատ բարձունակ կթվա, բայց Մեսսին հերթական անգամ ապացուցեց, եթե հաշվի չառնենք եզրափակիչը երեկվա, որովհետև եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, այսպես ասենք, գոյություն չուներ ու Մեսսին էլ հիմա այն տարիքում չէր, որ միայնակ խաղեր հաղթեր, Մեսսին հերթական անգամ ապացուցեց, որ ինքը հանճարեղ ֆուտբոլիստ է, նաև իմ կարծիքով վերջ դրեց, չգիտեմ, Կրիշտիանո Ռոնալդոյի հետ համեմատություններին, քանի որ այս տարիքում ինքը Արգենտինայի հավաքականը առանց Մեսսիի կարծեմ բոլորը կհամաձայնվեն եզրափակիչ չէր հասնի, play-off-ում շատ առաջ չէր գնա ու գլխավոր այդ վերահաստատումներ Մեսսիի մեծության նրա պրոֆեսիոնալիզմը, նաև բոլորս կարծում կարոտել ենք նրա խաղը, ճիշտ է Մեսսին դեռ խաղում է, բայց MLS-ին այդքան էլ չենք հետևում ու հիմա եւս մեկ անգամ հետևում ենք գուցե գոլային պահեր, բայց նախկինի պես ամեն շաբաթ չենք դիտում Մեսսի խաղեր ու այս առաջությունը եւս մեկ անգամ մեզ այդ հնարավորությունը տվեց, Մեսսին էլ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը մեծագույն ֆուտբոլիստ է, բայց կարծում եմ նույնիսկ շատերը ուզում էին, որ Մեսսին եւս մեկ անգամ դառնա աշխարհի չեմպիոն, բայց Արգենտինայի այս հավաքականի համար արդեն կարծում շատ կլիներ երկրորդ անգամ հաշվի առնելով նաև որ գրեթե նույն թիմներ, ինչ 4 տարի առաջ մեկ չեմպիոնությունը նրանց համար բավարար է։ Շատ հետաքրքիր էր հետևել ռմբարկոյական պայքարին, իսկապես ովքեր որ պետք է շատ գոլեր խփեին, խփում էին եւ Մեսսին տեսնել այս գերակցությունում իսկապես հաճելիորեն զարմանալի էր, որովհետեւ լավ գիտեինք ով է Մեսսին, ենթադրում էինք, որ նա մի քանի ասիստ կկատարի, գոլերել կխփի, հնարավոր է 1-2-ը 11 մետրանոցից, բայց նա այս կարծրատիպն էլ կոտրեց, կարծես ինքն իրեն եւ բոլորին խոստացել էր, որ այս անգամ առանց 11 մետրանոցներն բոլոր գոլերս խփելու, երկու անգամ վրիպեց, խփեց 8 գոլ, 4 գոլային փոխանցում կատարեց, զիջեց միայն Կիլիան Մբապեին, դե ներեցեք Մբապեի այդ այսօր մրցակցելը իսկապես անհնար է, որովհետեւ գոլ խփող, գոլ ստեղծող մեքենա է այս պահին լավագույնը երևի աշխարհում, մյուս լավագույնը շատ քիչ հետ մնաց Էրլինգ Հոլանդը,
Հոլանդը խփեց իր գոլերը, Հարի Քեյնը խփեց իր գոլերը, Ջուդ Բելինգեմը ավելի շատ խփեց, քան Հարի Քեյնը, չնայած մեկ հանդիպում ավելի անցկացրեց։ Այսինքն բոլոր այն գոլահարները, ումից սպասում էին արդյունավետություն, իրենց գործն արեցին։ Իսկ ոչ գոլահարների մասին եթե խոսենք, այն դիրքերի ֆուտբոլիստների, որոնք որ հիանալի արեցին իրենց աշխատանք։ Դրանց իհարկե մեջ առաջին հերթին հավանաբար կնշենք Իսպանիայի հավաքականի ավագին եւ ամբողջ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված կիսապաշտպանին Ռոդրին, կնշենք շատ-շատերին դուք նույն Ոզինյայի անունը տվեցիք Էդուարդ, որը զարմացրեց իր խաղով այդ տարիքում եւ այդպիսի հավաքականի դեմ մրցակցությունում։ Կարելի է առանձնացնել իհարկե ինչ որ ցուցակ կազմել, որոշելով ավելի լավ ով ավելի վատ, բայց ավելի լավ օրինակ չեմ կարող բերել, քան դուք բերեցիք Ռոդրին իհարկե վերադարձավ իր մակարդակին, մենք Ռոդրիից ես անձամբ արդեն չէի սպասում, որ այսպիսի ֆուտբոլ նա կարող է խաղալ, բայց նա արժանիորեն ստացավ մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը, որովհետև նա սկսեց ծաղկել մունդիալի ընթացքում բառի բուն իմաստով մեր աչքի առջև սկսեց ծաղկել, ծանր սկսվեց առաջնությունը նրա համար չէր ստացվում, ինչ որ բաներ ասում էին դե Ռոդրին արդեն այն չէ եւ այլն, եւ ճիշտ էին ասում, բայց ինչ կատարվեց նրա հետ խմբային փուլի ավարտի, երբ սկսվեց play-off-ը, դա ուղղակի ֆենոմենալ է, նա դարձավ 2010-ի Չավի Ինյեստայի հետաքրքիր մի համադրություն, միայնակ երկուսի ոչ միայն մակրող այսպես լավ պաշտպանող, ոչ միայն մակրող, նաև գրոներ սկսող, նաև գնդակի խլում եւ հիանալի առաջին փոխանցում ունի, իհարկե չեմ ուզում ասել, որ նա ավելի լավն է, քան նույն Չավին կամ Ինյեստան կամ Բուսկեցը, բայց այդ երեքի տարբեր տարեր նա կարողանում է կիրառել եւ նրա կողքին երիտասարդ օրինակ Պեդրին, Ֆաբիան Ռուիսը, Դանի Օլմոն իրենց շատ ավելի վստահ են զգում, ավելի լավ էին խաղում։ Եվ Գվարդիոլան դրան բերեց։ Դավիթ, քիչ ժամանակ է մնացել, նաև եզրափակչի մասին խոսենք։ Կարճ ես ձևակերպեմ, հաղթեց այն թիմը ընդհանուր մրցաշարը, որը այսպես ակումբային ֆուտբոլ խաղաց։ Այդպես եմ ես հասկանում Իսպանիայի խաղը։ Չգիտեմ, ոչ թե ակումբային իմ կարծիքով, այլ այդ մակարդակի ֆուտբոլ խաղաց, այդպիսի խաղացվածությամբ։ Խաղաց իր ֆուտբոլը, խաղաց ուժերը շատ հավասարաչափ բաշխելով, ունենալով արդեն մեծ փորձ, քանի որ ընդամենը 2 տարի առաջ նրանք հաղթել էին Եվրոյում, բայց իմ կարծիքով Եվրոյում Իսպանիայի հավաքականը ավելի հզոր տեսք ուներ, քանի որ այնտեղ ավելի լավ էր խաղում Լամին Յամալը, մյուս եզրում պարզապես ճախրում էր Նիկո Վիլյամսը, որը այս մունդիալում 1-2 խաղում քիչ ժամանակ, այո, չնայած եզրափակիչում գոլային փոխանցում կատարեց, բայց Իսպանիայի հավաքականը չկա մի բան, որ չարդարացնի նրանց չեմպիոնությունը։ Նրանք play-off-ում հաղթեցին շատ հզոր մրցակիցների, Պորտուգալիա, Ֆրանսիային, որ շատերը գլխավոր ֆավորիտ էին համարում, ու Արգենտինային հաղթելը, այսպես ասենք, օրինաչափ էր, քանի որ Արգենտինայի հավաքականն էլ տանջվելով հասավ եզրափակիչ, չնայած դա շատ զարդարեց առաջնությունը, կարծում արգենտինացիների play-off-ում գրեթե բոլոր խաղերը ամենահետաքրքիրներն էին։ Էդուարդ, եզրափակիչի մասին խոսելով, դե եզրափակիչը երևի Իսպանիայի հավաքականը մրցակիցներին թվարկեց Դավիթը, հավանաբար Իսպանիայի համար չասեմ ընդհանուր խաղով հեշտ էր, բայց ոչ դժվար եւ այսպես ձևակերպեմ մրցակիցներ եզրափակիչում։ Չի ասի, որովհետեւ Արգենտինան որքան էլ չէր ստեղծում, Արգենտինային հաղթելը դժվար է։ Բայց այդ հակառեկորդը, որ Արգենտինան սահմանեց, հասկանալի, Արգենտինան հրաժարվել էր գրողներից, բայց Արգենտինային պետք էր գոլ խփել, իսկ եթե հանկարծ Ֆերան Տորեսի գոլը չլիներ,
ինչ որ մեկը երաշխավորում էր, որ Իսպանիան կհաղթի։ Բայց 90 րոպե ոչ մի հարված մրցակցի։ Բայց այդպես էլ է, չէ՞։ Իսպանիացիները եւս իրական գոլային պահեր 10 սեյվ էր կատարել Մարտինեսը, բայց որ ասենք 100%-անոց, հրաշքով այսինքն անհավանական բաներ չէր արել էր այն, ինչ բարձրակարգ դարպասապահ պետք է անի։ Եթե չլիներ Ֆերան Տորեսի գոլը, հնարավոր է դիմանար Արգենտինան եւ օրինակ հաղթեր 11 մետրանց տեղ, համաձայն եմ անարդար կլիներ ֆուտբոլի համար, բայց չէ որ դա հնարավոր է, այնպես որ Արգենտինային հաղթելը ընդհանրապես հեշտ չէ։ Եվ լավ է, որ իսպանացիները իրենց ֆուտբոլը, լավ ֆուտբոլը խաղալ, նաև կարողացան գոլ խփել։ Դա շատ կարևոր է, որովհետև առանց գոլի չի լինի։ Շատ նման էր ամեն ինչ, իսկապես 2010-ի հետ։ Այնտեղ էլ հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում, այնտեղ էլ Բարսելոնայի ֆուտբոլիստը, այստեղ էլ Բարսելոնայի ֆուտբոլիստը իդեպ, բայց Իսպանիան ես շատ հավանեցի այդ ձևակերպումը, իսկապես ամենաակումբային ֆուտբոլը խաղաց Իսպանիան։ Այդպես խաղում են ակումբները, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են եւ հարմարեցվում են այդ թիմի խաղաոճին, այստեղ մեկ ազգի ներկայացուցիչները կարողացան այդպիսի խաղացվածություն դրսևորել եւ սա գլխավոր, այսինքն մեղներ բանալիներ Իսպանիայի հաջողության։ Եվ վերջի ձևակերպումը վերջին րոպեն սա այն առաջնությունն էր, այն հաղթողներ առաջնության, որ ամենաարդարացվածներից մեկն էր, այսինքն վստահ կարող ենք ասել, որ արժանի էր, ամենաարժանի, ինչպես 10 թվականին շատ արժանի էր, բայց այնպես չէ, որ այլ առաջնության նման բան չի, օրինակ անցած առաջնությունում ինչու ամենաարժանին չէր, օրինակ Արգենտինան, ինչու եթե Ֆրանսիան հաղթեր ինքը չէր լինի ամենաարժանին, այսինքն այո, եղել են դեպքեր, միանշանակ, որ բայց այստեղ Իսպանիայի հաջողությունը ինչու է այդպես ավելի արժանի թվում, որովհետև նրանք ամբողջ առաջնության ընթացքում ոչ մի խաղում վտանգի տակ չեն եղել, որ կարող է պարտվեն։ Ընդհանրապես մեկ բաց թողած գոլ։ Այո, 8 խաղում նրանք պարտության շեմին չեն եղել պարզապես։ Եվ սա խոսում է ամեն ինչի մասին։ Եղել են 11 մետրանոցների հարթվածաշարի շեմին, բայց դրան չեն հասել։ Եզրափակ չունեն, այո։ Միանշանակ համաձայն եմ ու ունեմ վստահություն, որ Իսպանիայի հավաքականը play-off-ում նույնիսկ եթե մյուս գծի թիմերը լինեին, որևէ խնդիր չէր ունենալու։ Նույն Անգլիան, չգիտեմ, Բրազիլիան, մնացած բոլոր թիմերը, իսպանացիները իրենց այս ֆուտբոլը, այդ ձեր նշած ակումբային ֆուտբոլը ես նույնպես համաձայն եմ, իրոք շատ ուժեղ էր, շատ վստահ ու համոզիչ էր։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մեզ դիտողներին եւ մեզ լսողներին ու ընկերներին իհարկե հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Քալանթարյանը եւ Factor TV-ի մարզական բաժնի խմբագիր Դավիթ Եղազարյանը։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ առայժմ։ Sportcast